Ողջույն, սիրելի հետևորդներ։ Ինչպես գիտեք, մեր նախորդ հաղորդման վերջում մենք խնդրել էինք ձեզ մեկնաբանություններում կիսվել ձեր կարիքներով եւ երազանքներով։ Մեզ հասած ցանկությունների քանակը թեև ոչ այնքան մեծ էր, որքան մենք կցանկանայինք տեսնել մեր լսարանի ակտիվությունից ելնելով, այնուամենայնիվ լի էր բազմաթիվ ցանկություններով։ Մեզ մոտ 200 հոգի է արձագանքել, ինչը մի կողմից դերևս խոսում է այն մասին, որ շատերը ամաչեցին, ոմանք չհասկացան ինչպես է պետք մասնակցել, եւ ոմանք էլ դերահավատորեն էին մոտենում մեր բարեգործական ակցիային։ Ես հույս ունեմ, որ մեր հաջորդ բարեգործական ակցիային շատերդ կմասնակցեք։ Մենք մեծ պատասխանատվությամբ մոտեցանք այս նամակներին։ Յուրաքանչյուր խնդրանք կարդացվեց ուշադրությամբ եւ մենք փորձեցինք հասկանալ ոչ միայն ձեր անմիջական կարիքները, այլև այն երազանքները, որոնք թաքնված են այդ կարիքների հետևում։ Մեր նպատակն էր թեթևացնել ձեր հոգսերը եւ իրականացնել փոքրիկ, բայց կարեւոր երազանքներ։ Մենք հավատում ենք, որ այսօրվա մեր քայլը կլինի ոչ միայն անհատական օգնություն, այլև օգնի տարածել բարության եւ ուշադրության կարեւորությունը մեր հասարակության մեջ։ Եկեք միասին տեսնենք, թե ինչպես իրականացան մեր հետևորդների երազանքները։ Յուրաքանչյուր նվերի համար մենք պատրաստել ենք փոքրիկ տեսանյութ, որտեղ ներկայացրել ենք ինչպես են հանձնվել նվերները։ Դե ինչ, սկսենք։ Մեր օգտատերերից մեկը դիմել էր իր ատամնաբուժական խնդիրները լուծելու համար։ Արվծես, ուզում ասել, որ ատամնաբուժական խնդիր ունեմ, ու տեսա, որ ինչ-որ բարեգործական բան եք կազմակերպել, ցանկացա ես էլ մասնակցեմ։ Ահա իմ ատամները։ Մենք սիրով հոգացինք այդ ծախսերը։ Հաջորդ մեր օգտատերը դիմել էր իր վարկի մնացորդ գումարը փակելու համար։ Բարևձեզ, ես մասնակցում եմ ակցիային, լեգալն նորից բարևներ, լեգալն էի պատկերել, որ 20,000 վարկ ունեմ, ուզում եմ փակեմ, խոսք եմ տվելից, որ երբեք դες վարկ չեմ վերցնելու, լի աշխատելու եմ, փակեմ ոգես բայն, սենց վիճակա դրա համար եմ ես ակցիային մասնակցում ու ձեզ դիմում եմ ես հաղթով, շնորհակալություն։ Ցանկությունը իհարկե եւս իրականացրինք։ Մեզ հաջորդը դիմել էր մի օգտատեր, ով երազում էր իր 2 երեխաների հետ հանգստի գնալ մի քանի օրով։ Ունեմ մեծ ցանկություն երեխաներիս հետ գնալու հանգստանալու, դրա համար դիմեցի ձեզ։ Շնորհակալություն։ Նա իր 2 երեխաների հետ մեկնելու է հանգստի Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում։ Ձեզ մաղթում ենք հաճելի հանգիստ։ Մեր մյուս օգտատերի ցանկությունը այնպիսին էր, որը հնարավոր չէր մերժել։ Շուտով ծնվելու էր նրա տղան, եւ անհրաժեշտ էր հոգալ մանկական սայլակի ծախսերը։ Ծնվում է, ուզում եմ կայլես կառնեմ։ Լեգալ Հայաստանը կօգնի, թե չէ։ Իմ տղեն նոր կայլես կանի։ Ապի լեգալ է։ Շնորհավորում եմ։ Թող առողջ բալիկ ծնվի եւ արժանի զինվոր մեր երկրի համար։ Մյուս մեր մասնակիցը ցանկացել էր 1 տերաբայթ հիշողությամբ արտաքին SSD կրիչ։ Ինչ ասեմ, բարով օգտագործես։ Հաջորդ մեր օգտատերը իր մայրիկի համար դիմել էր ստանալու 60-ից 70,000 դրամանոց որևէ հեռախոս, բայց նրան սպասվում էր անակնկալ։ Հեռախոսի համար ես էի դիմել։ Բավական վաղուց ուզում էի թարմացնել հեռախոսը, բայց չէր ստացվում։ Նախապես դրան։
շնորհավորում եմ եւ ձեր մայրիկին մաղթում քաջ առողջություն։ Անցնենք առաջ մեր մյուս օգտատերի ցանկության հետևից։ Նա ցանկացել էր մարել իր վարձով բնակարանի դեպոզիտը։ Իմ ցանկությունը վարձով տան դեպոզիտներ։ Շնորհավորում եմ եւ ցանկանում, որպեսզի հնարավորինս շուտ կարողանաք նոր բնակարան գնել։ Սիրելի ընկերներ, մեր հաջորդ օգտատերը ցանկացել էր, որ իրեն Apple Watch նվիրենք, որը ես իհարկե հաճույքով իրականացրի։ Ուրեմն վիդեոյի տակ գրել էին ցանկությունը, որ ցանկանան Apple Watch տեսակի ժամացույց, ինչի հենց Apple Watch, որովհետև դրանց ֆունկցիաները ավելի շատ են, ավելի կատարելագործված մոդելներ են, ժամացույցների սենսորային։ Շնորհակալություն Legal Stream-ին կազմակերպած ակցիայի համար։ Սա այն ցանկությունը շատ վերսի։ Ձեզ եւս շնորհավորում եմ։ Մեր օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել էր, որ ցանկանում է Dyson վարսահրդարիչ։ Բարի օր Լեգին ու իր թիմին, ցանկությունս Dyson ունենալն էր ու արդեն ունեմ, շնորհակալ եմ Սարիցը։ Լեգ ջան, քո գլխավորությամբ։ Ձեզ եւս շնորհավորում եմ, ընկերս։ Առաջ անցնենք մեր մյուս օգտատերին, ով ուզում էր զբաղվել էլեկտրոնային երաժշտությամբ, եւ նրան անհրաժեշտ էր DJ-ների համար նախատեսված սարքավորում։ Դիտենք նրա վիդեովերցը։ Ներկայիս նպատակներից ու սպասումներից մեկը մասնագիտական երաժշտական միքսիս համար առաջնային մինիմալ գոնե սարքավորումներ ունենալն է։ Շնորհակալ կլինեմ դրանք ունենալու արժանանալու համար։ Կառքի հետ է, հա։ Շանտավարման թե հավաքում ենք։ Մերսի լեգալայզին հովսարը ցանկություններ է իրականացնում մարդկանց առանց ճանաչելու։ Շնորհավորում եմ ձեզ եւս եւ մաղթում, որ այս տեխնիկայի միջոցով նորանոր ձեռքբերումներ ունենանք։ Իսկ հիմա անցնենք մեր ամենահետաքրքիր նվերին։ Մեր օգտատերերից մեկը ցանկացել էր PlayStation 5 խաղային համակարգիչ։ Ինչ, եկեք դիտենք այդ ուրախության հույզերը։ Շնորհավորում եմ, սիրելի օգտատեր։ Ինչպես տեսակ, սիրելի հետևորդներ, անգամ մի փոքրիկ քայլը կարող է մեծ փոփոխություն բերել մարդկանց կյանքում։ Սա մեր առաջին բարեգործական ակցիան չէ, եւ վստահեցնում ենք, որ դա լինելու է շարունակական։ Ես կոչ եմ անում բոլորիդ միանալ մեր հարթակներին։ Շնորհակալություն, որ մնում եք մեզ հետ, մի մոռացեք հավանել այս տեսանյութը, կիսվել այն ձեր ընկերների հետ եւ գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։ Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։